Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ կրկին մեզ հետ եք։ Հարգելի հեռուստադիտողներ, եւ իզուր չէ, որ մեզ հետ եք, որովհետեւ այսօր մենք ներկայացնելու ենք մի հետաքրքիր եւ շատ համեղ կերակուր, կոչվում է կերակուրը անգաջապուր, Անիի տարածաշրջանի Անիի թագավորության կերակրատեսակներից է եւ մնացածը արդեն պիտի մենք ներկայացնենք մեր հյուրի հետ, իսկ մեր հյուրն է հայ խոհարարական համադրույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լուի Շարդեն ռեստորանային ցանցի բրենդ շեֆ կամ ընդհանուր ավագ խոհարար, մեր եւ ձեր արդեն լավ ընկեր եւ բարեկամ Գարիկ Գևորգյանը։ Ողջույն Գարիկ։ Ողջույն պարոն։ Շատ լավ, դուք։ Լավ, շատ ուրախ եմ, որ կրկին միասին ենք, բայց այսօր ես ուզում եմ շատ ավելի պատմենք մենք, թե էլի միասին ինչ արեցինք Մոսկվայում։ Այն ինչ այսօր այստեղ ներկայացնելու ենք, հարգելի հեռուստադիտողներ, մենք ներկայացնել ենք նաև Մոսկվայում։ Ցավոք սրտի այստեղ դեռ չկարողացանք, բայց այստեղ պիտի ներկայացնենք։ Խնդրում եմ պատմես կերակրատեսակի մասին, ես իհարկե կլրացնեմ, բարեկամներ, սա այն կերակուրը չէ, որ մեզանից որևէ մեկը շատ ավելի հմտացած է կամ քիչ հմտացած, այնպես որ մենք միասին ենք պատրաստելու։ Նորից կրկնեմ, կերակուրը հավաքչության արդյունքում ստացվել է Տրանսիլվանիայից։ Ինչ ենք նշենք, ինչ բաղադրիչներ կան ապուրի մեջ, գավարի միս, աղացած, համեմված, կանաչիներից քարաուզ, մաղադանոս եւ թարխուն, ալուր, ձու, կաթ եւ արգանակ։ Կաթ եւ արգանակ։ Կաթը երստենք, այո, դրեք ես լցնեմ։ Կաթը կտրելու համար օգտագործենք, արագացված կտրելու համար օգտագործենք կիտրոնը, կիտրոնի հյութով մենք շտապ կկտրենք եւ հնարավորություն կունենանք հավաքելու մի քիչ տականանոր, հա, երևի։ Այո, այո։ Իսկ այդ ընթացքում պիտի ձվից եւ ալյուրից պատրաստենք պինդ խմոր։ Կրկնում եմ, ձվից եւ ալյուրից։ Խնդրեմ, Գարիկ։ Ոչ մի հեղուկայմաս չենք օգտագործում, ալյուրը եւ ձու։ Այո։ Հարգելի հեռուստադիտողներ, նորից հիշեցնեմ, որ ներկայացումը Անիի խոհանոցի առաջ անգամ իրականացրեց Մոսկվայում մեր հայրենակիցը Գայանե Բրեոյևան, իրական ազգանունը Աֆյան, մեր շատ լավ եւ հայրենասեր հայրենակիցը, ով տիրապետում ունի այնտեղ ռեստորան։ Այդ ռեստորանում մենք նոյեմբերի 19-ին ներկայացրինք Անիի խոհանոցը 5 կերակուր էր այնտեղ ընդգրկված, այդ թվում եւ ապուր, եւ աղանդեր, եւ նաեւ սառը նախուտեստ։ Այն խոհանոցները, որ ներկայացված են այնտեղ սկսած սովետական ժամանակաշրջանից, նրանց մասին ավելի շատ տեղեկատվություն կա։ Մեր խոհանոցը ցավոք սրտի ներկայացված չէր։ Եվ բացի դրանից Ռուսաստանում շատ լավ գործում է խոհարարական քննադատների ինստիտուտը։ Խմորը պետք է լավ պինդ լինի, չէ՞, պարոն։ Այո, լավ պինդ պիտի լինի եւ գրտնակում ենք մոտորապես 2 մմ հաստության։ Այսպես կգնդենք։ Ծածկենք շորով, թողնենք, թող հանգստանա։ Հիմա մտածենք, թե ինչպես պիտի կտրենք կաթը։ Կիտրոնը կքամենք կաթի մեջ։ Քամենք։ Եվ եռալուց արդեն մի անգամից կկտրվի։ Եռալուց կկտրվի։ Ուղղակի process-ը արագացնում ենք։ Ասեմ, որ հենց այս տարբերակով են ներկայացրինք մենք Մոսկվայում, որտեղ ժամանակը չունեինք 40 օր այդպես սպասելու։ Հարգելի հեռուստադիտողներ, կտրվեց կաթը։ Խնդրում եմ քամի չտակ։ Ահա։ Կաթը կտրվեց։ Հիմա Գարիկին կխնդրենք, որ իրականացնի այդ խմորի հետ կապված գործունեությունը։ Խմորը մի քիչ հանգստացել է արդեն։ Այս է կատնաշորը, բարեկամներ, այս սա պիտի դառնա համեմունք։
Նորից քամենք։ Խմոր բացենք լավ, բարակ։ Ճիշտ է, պարոն Մամուլյան։ Այո, շատ բարակ, շատ բարակ։ Սա կուղարկենք, որ նորից մեզ վերադառնա։ Ահա, հիմա նորից դնում ենք կրակին։ Կատնաշորը, ստացված կատնաշորի մեջ խառնում ենք աղացված կանաչիները, մենք նշեցինք քարաուզ, մաղադանոս եւ թար խուլ։ Շարունակում ենք ջերմային մշակման ենթարկել։ Իսկ աղով համեմում եք, պարոն Մամուլյան։ Ոչ, սա հենց այդ թթու միջավայրն է եւ համեմունքի, այսինքն առավելապես նրա համերը այդ կանաչիներից է ստացվում եւ կաթի թթու այդ վիճակից։ Ոչ մի աղ, ոչ մի այլ համեմունք։ Այսինքն 40 օր որ պահում են, արդեն ինքը լավ թթվայնություն Արդեն այո։ Ինչպես է բարակությունը, էլի բարակացնեմ, պարոն Մամուլյան։ Մի քիչ էլ որ բարակեց, արդեն որտեվ եփվելուց մի քիչ հաստանում է։ Բարեկամներ, այնուամենայնիվ այնպես չէ, որ մենք երբեք չենք փորձել։ Մենք մի քանի փորձարկումներ արդեն նշեցի արել ենք եւ փորձը ցույց տվեց, որ որքան բարակ այնքան լավ։ Գարիկ ջան, խնդրում եմ մի քիչ այսինքն ոչ, դու հոտ քաշես, այսա պիտի պահպանվի։ Այո, շատ Մի քիչ ավելի դեպի թթված վիճակը պիտի լինի։ Շատ հետաքրքիր բուրմունք ուներ։ Այո, այս սա հենց այդ նշածս խորութի հումքն է, բարեկամներ։ Հենց սա այսպես ամրացվում է չորաթանի նման եւ դեպքում չորացվում է։ Բայց մենք այդ ժամանակը քանի որ չունենք, մենք իրականացնենք նրան այլ կերպ։ Հիմա կացայի մեջ մենք թույլ արգանակը, ոսկորից արգանակ, բայց ոչ թե այնքան, որ այդ մեր խաշի արգանակի նման լինի, մինչև հասնելը խաշիատ, որպեսզի այն տհաճ այն ոսկորի համը չլինի։ Թույլ արգանակ։ Թեթև։ Այո։ Ահա, խմորն էլ արդեն պատրաստ։ Խմորը պատրաստ է։ Հիմա մենք պիտի այս չափ քառակուսի խմորի կտորներ կարող ենք ստանալ։ Լավ է։ Մի քիչ մեծ։ Այսպես։ Եվ հավասարաչափ քառակուսիներ պիտի լինեն։ Արգանակի մեջ մենք կարող ենք արդեն համեմել աղ, այո, ահա այս փոքրիկ կտորները։ Հիմա տեսեք, մի փոքր մատով, փոքր, այսպես, ծալում ենք, այսպես, սեղմում, այնուհետև մատի այս կողմով, այսպես, նորից բերում, Սա ականջի տեսք ստանանք։ Վերջ, ահա։ Ինչ զոր և հետաքրքիր նախնիներ ենք ունեցել մենք սեղմեցինք, մատի այս կողմով բերեցինք, այստեղ նույնպես սեղմեցինք և դրեցինք անգաջապուրներ։ Ասեմ, որ որպես տարածաշրջանային, այսինքն Շիրակի մարզին մոտիկ, վերջը անին մոտիկ է, մենք ունենք այնտեղ նորից խմորից պատրաստված կերակրատեսակներ, օրինակ պոչհապուրը, որի տիպիկ նման այլ ապուր նույնպես կա, անի խոհանոցում նույնպես կա, կոչվում է հագու, այսինքն հոգու երուստա։ Բավականին հետաքրքիր պրոցես է։ Այո, հիմա այս ընթացքում էլ այդ արարել, ով ավելի արագ կարող է այս ընթացքում ինչքան հնարավորություն ունենք զրուցելու, շփվելու, խոսելու, իհարկե, պլանավորելու, ամփոփելու։ Փաստորեն դուք ինձ հաղթեցիք, պարոն Մամուլյան։ Ես մի քիչ ավելի շատ եմ պատրաստել գործի բերումով։ Սա այսպես։
Արգանակի մեջ մի քիչ աղավելացրինք, տեսանք։ Հիմա սա այս ամբողջը լցնում ենք արգանակի մեջ։ Եվ խնդրում եմ երկու առանց մսի գնդիկներ, երկու կոլոլիկներ, փոքրիկ, առանց խմորի ներողություն։ Եվ նշեմ, որ իրականում այս կերակուրը նաև ծիսական կերակուր է, այսինքն մի քանի նաև առանց մսի գնդիկներ էին ավելացնում եւ դոլվատ էր կոչվում, ափսեի առանց խմորի ներողություն, որ ընկնում էր այդ նաև այդ առանց խմորի գնդիկները, այդ տարին իրեն պիտի հաջողություն ուղեկցեր։ Հիմա մենք մոտենում ենք ամանորին, այ ամանորի կերակրատեսակը նաև սա կարելի է համարել եւ փորձենք եւ ում որ ընկավ ցանկանանք, մենք էլ ցանկանանք հաջողություն լինի եւ բնականաբար վերևից էլ պիտի որ ինչ որ ոգեշնչում լինի։ Բավական է։ Ահա, հիմա եռած, բարձրացա, բայց դեռ պատրաստ չի։ Մի քիչ պիտի պատրաստվի։ Եվ այս պահին արդեն ավելացնում ենք խուռութը որպես համեմունք, ամբողջական այսպես համեմունք, բայց իրականում այն խուռութը, որ չորացնելու ենք, նրան պիտի քերիչով քերեինք։ Հիմա մեզ հարկավոր է ուղղակի համբերել մի 5-6 րոպե, որպեսզի եռա եւ այդ ամենը արդեն պատրաստվի եւ մենք կմատուցենք կերակուրը եւ կտեսնենք եւ համը եւ նրա այդ բուրմունքը եւ իրական իմաստը նորից նշեմ, որ կերակրատեսակը ծիսական կերակուր է։ Մի քանի րոպեից մենք նորից կշարունակենք։ Վերջ բարեկամներ, պատրաստ է այս հիասքանչ կերակուրը։ Պիտի անպայման հուշեմ եւ նշեմ, որ տաղավարում ուղղակի համերի շքահանդես է։ Բույրերի շքահանդես։ Անհամբեր սպասում ենք փորձելու։ Սպասեք, դու ինչ կարծիք ես ուզես դոլվատ նույնպես ընկնի։ Այս էլ դոլվատ։ Ահա այս չքնաղ կերակուրն էր, որ այսքան ժամանակ համակ ուշադրությամբ մենք պատրաստեցինք բարեկամներ անգաջապուր անին թագավորության ժամանակաշրջանից հայկական ավանդական ազգային կերակրատեսակ։ Բարեկամներ, ժամանակը շատ չարաշահեցինք, Գարիկ ջան, դու ինչ կցանկանաս մեր հեռուստադիտողներին, խնդրեմ։ Ես մաղթում եմ լինել առողջ, ուտել համեղ ուտեստներ, ավանդական եւ առողջ սնունդ։ Խմել այցիկատ։ Այցիկատ։ Բարեկամներ, այո, շատ կարևոր է, որ սնունդը մենք օգտագործենք այնպիսի սնունդ, որ օգտակար լինի։ Ես ուզում եմ ձեր անունից շնորհակալություն հայտնել նաև Գարիկին եւ ձեզ մաղթել բարեկամներ, որ լինեք առողջ ու երջանիկ եւ միասին ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ողջ լերուկ։ Անգաճ ապուր, հորթի միս 100 գրամ, խուռութ 20 գրամ, արգանակ 300 գրամ, ալյուր 100 գրամ, կաթ 1 լիտր, ձու 3 հատ, կիտրոն 1 հատ, աղ, բարեախորշակ։